Ես 29 տարեկան եմ, դեպքը եղել է ինձ հետ 28 տարեկանում։ Ինքը միանգամից ինձ գրավեց, Facebook-ի միջոցով ենք ծանոթացել։ Շատ վստահելի էր, համալսարանում դաս էր տալիս ինքը, կայացած մարդու տպավորություն էր թողնում։ Մենք զրուցում էինք, ինքը սկսեց հանդիպումներ ուզել, ոչ թե սիրային, այլ ուղղակի զրուցել։ Մի քանի առաջարկից հետո ինքը եկավ իմ գործի տեղը, ու տենց հանդիպեցինք։ Ու սկսվեց։ Շատ լավ կերպար, նրբանկատ կերպար։ Մի անգամ ինքը ինձ կանչեց իր օֆիս, որ կինո նայենք, ու կեսը նայեցինք, որովհետև ինքը ընդհանրապես իր այդ ձեռքերը երկարացնելը ինձ դուր չի եկել երբեք, բայց ինքը միշտ հետ էր քաշվում, երբ ես ասում էի, որ չեմ ուզում։ Դա ինձ դուր էր գալիս շատ, ու ես իրեն վստահում էի։ Ինքը գործուղման էր գնացել, բայց հաճախ գրում էր, իմ համար անհանգստանում էր։ Այդ օրը որ եկավ, ասեց հանդիպենք, ես էլ ասացի, հա, քաղաքում կուզեմ քայլենք։ Ինքը համաձայն չէր դրա հետ, ինձ ասեց, որ գնամ իր օֆիս, քանի որ ինքը գործեր ուներ։ Ես էլ ասացի, եթե գործեր ունես, դու քո գործերը արա, վաղը կհանդիպենք։ Սկսվեց կռիվ, ես հիշում եմ, որ այդ օրը առաջին անգամ իր նեգատիվը ես ասում էի նամակներից։ Ինքը անընդհատ պնդում էր, որ իմ համար մեկ է։ Ինքը կարոտել է ինձ, մեղադրում էր ինձ, որ ես չեմ կարոտել իրեն։ Ու մի քանի ժամ այդպես մենք վիճել ենք։ Ես հիշում եմ, որ ինքը ինձ մանիպուլացնում էր։ Եթե չես սիրում, մի արի, բայց իմացի, որ սա վերջը կլինի։ Հետո երբ ես ասեցի լավ կգամ, ինքը սկսեց պնդել, որ էլ չգնամ, էլ պետք չի։ Ես էլ որ չնեղացնեմ, որոշեցի գնամ։ Հետո գնացի, ագրեսիվ դիմավորեց ու սկսեց ասել, որ ես պետք է իրան լսեմ, ինչ ասում է անեմ։ Դե մենք իրար հետ համբուրվում էինք, ինձ դա դուր էր գալիս, բայց ես համոզված էի, որ ինքը գիտի, որ դրանից ավել չի լինելու։ Հետո ինքը մոտեցավ ինձ, հենեց ինձ սեղանին ու սկսեց ձեռները երկարացնել։ Ու այդ ընթացքում ասում էր. լավ չի, չէ, հիմա որ ես սահմաններս անցնեմ, այս հենց դու ես անում, որ ես քեզ մի բան ասում եմ, չես լսում։ Նենց արագ ստացվեց, ես սկզբից շատ բաներ չեմ հիշում, լույսի մարելու պահը, որ լույսը մարեց, ես չէի վախեցել, բայց մինչև այդ, որ իր հետ համբուրվելը դուր էր եկել, այդ օրը անգամ դա իմ դուրը չէր գալիս։ Ինքը որ սկսեց ինձ համբուրել, հետո սկսեց կրծքերս ձեռք տալ, ինձ դուր չէր գալիս։ Ասացի, չեմ ուզում, իմ դուրը չի գալիս, մի կպի։ Ասեց քեզ որ մնա, ոչ այսօր կթողես, ոչ հետո։ Ես հիշում եմ, որ սկսեցի իրան համոզել, որ ոչ այսօր, ոչ թե որ ուրիշ օր դա լիներ, այլ ես ուզում էի գնալ այդտեղից։ Երբ առաջին անգամ զգացի իրան իմ մեջ հետևից, ահա որ սուր ցավ էր։ Այդ ուղեղս հասկացավ, որ ուզում է իրան հրեի, ճնշումը շատ մեծ էր։ Այդ բնականաբար իրան չկանգնացրեց։ Այդ իմ համար շոկ էր։ Հետո ինքը մի պահ հետ քաշվեց, բայց դա ձեռքիցս քաշելու պահն էր, էդ էլ եմ հիշում։ Չէի հասկանում ինչ է կատարվում, նենց ֆիքսվել եմ մեջս, նախքան այդ պահը, որ արդեն սկսվել էր, ես զգում էի այդ ծանրությունը իմ վրա։ Ես լացում էի, ես այլ բան չեմ արել, չէի էլ կարող։ Ես մի ձեռքով բռնվել էի աթոռից, մյուսով փորձում էի հրել, բայց ճնշումը շատ մեծ էր։ Հիշում եմ, որ աչքս ընկավ իր ոտքերին ու ես տեսա, որ իրանք մերկ ոտքեր էին։ Փաստորեն ինքը իր շալվարն էր հանել, բայց ես որ տեսա զարմացա ու այդ պահին հասկացա, որ իմ հետ սենց բան է լինում։ Այդ ոնց որ գիտակցման պահն էր, մինչև այդ ուղեղս չէր գիտակցում, որ էդ է, իսկ այդ պահին ուղեղս հասկացա, որ վայ, էս է, ոչ թե բառեր, այլ այդ ամբողջ ուժսի ընկալումն էր այդ պահին։ Ինձ թվացել է, որ այդ մի դար է տևել։ Ես հասկանում եմ հիմա, որ այդ չէր կարա շատ երկար տևել, բայց այդ իմ համար սարսափ էր, ֆիզիկական ցավը, որ ամբողջ ընթացքում կար։ Հետո որ վերջացրեց, սկսեց շորերը հագնել։ Լույսը անջատած էր, ես չէի շարժվում տեղիցս։ Մի կերպ բարձրացա ու կանգնել մնացել էի։ Հիշում եմ ասեց, որ շորերս կբերի, հետո նաև հիշում եմ, որ իմ վրա սրբեց անձեռոցիկով մոտեցավ ինձ։ Ես հիշում եմ, որ արցունքներս գնում էին, բայց ես երախու նման ենթարկվում էի։ Հետո լույսը վառեց։ Հիշում եմ, որ գրկեց ինձ, հետո նստեցինք պուֆիկների վրա, լուր նստել էինք, հետո ինքը աչքերը փակեց։ Հետո սկսեց ինձ ասել. ոչ մի վատ բան չի եղել, սրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Հետո նենց կտրտված է։ Ես մտածում էի, որ դա վերջացավ, բայց այդ երկրորդ անգամը ոնց եղավ, ոչինչ չեմ հիշում։ Ես չեմ հիշում, բա երկրորդ կրուգը չանենք, ես դա հստակ հիշում եմ ու հստակ հիշում եմ, որ չչացել եմ, չէ, այստեղ կտրտվածությունը շատ է, ես չեմ հիշում։ Երկրորդի դեպքում էլ ընդհանրապես չեմ հիշում։ Հիշում եմ, որ տաքսի էր կանչում, օֆիսն էր փակում, ես նայում էի իրան, ես հասկանում էի, որ ինչ որ բան է եղել, որ սաղ կյանքս փոխել է։
Այս անձրևը արդեն ուրիշ անձրև է։ Ես սկսեցի շատ բարձր լացել։ Ես գնում էի, որ չկորցնեմ իրան, իսկ հիմա մտածում էի տաքսուց իջնեմ ու փախնեմ։ Լավ թրջվել էի, որ հասա տուն։ Ես չեմ կարող իմ տեսքը նկարագրեմ, բայց բարձրանալու ընթացքում մտածում էի ինձ նենց պահեմ, որ ոչ մեկ չիմանա։ Ես ուզում էի բանալին գտնեի, բայց ընկերուհիս բացեց դուռը։ Իմ տեսքից ինքը շոկի մեջ էր։ Ես իրան ոչինչ չեմ ասել, ինքը գլխի է ընկել։ Չկարեցա էլ զսպեմ ինձ, ես նստեցի, չեմ հիշում, ես տարբեր տեղեր էի նստում, ոչ թե ֆիզիկական ցավից, այլ ես չէի կարողանում մի տեղ նստեի, գոռում էի, ղժում էի, լացում էի։ Հաջորդ օրը ֆիզիկական ցավը ավելի ուժեղ էր, մեջքս էլ բռնվել էր, զուգարան գնալուց ցավեր ունեի։ Հիշում եմ, որ ընկերուհիս քարացել էր, հիշում եմ, որ անգամ ջուր չտվեց։ Ինքը հասկացավ ինչ է եղել։ Հիշում եմ, որ ասեցի պիտի լողանամ։ Զզվանք սկսվեց, ես զգացի, որ պիտի լողանամ ու մոտս այդ օրվանից լողամանիա սկսվեց։ Ես օրը 1000 անգամ լողանում էի։ Ես զարմանում եմ, որ չեմ գժվել, որ հետ եմ նայում։ Հենց այդ պահին, որ ինքը հետ անում էր իմ հետ։ Ես ի սկզբանե պատրաստ չէի, այդտեն դեպքը չի, որ կարողանաս միանգամից պատրաստ լինես։ Ես հիմա էլ դեռ չեմ հաղթահարել դա։ Եղել է մի բան, որ ամեն օր իմ հետ է։ Հոգեկան հաշմանդամության նման է սա։ Ամբողջ կյանքում իմ հետ է։ Ես ունեի սուիցիդալ շատ ուժեղ մտքեր, եթե հոգեբանս չլիներ։ Իմ ընկերները իմ կողքին եղան։ Ես աշխատանքի չէի գնում, ես կարող էի կորցնել աշխատանքս։ Ընկերուհիս էր գալիս իմ հետ աշխատանքի, ինքն էր աշխատում, որ իմ գործը պահեինք։ Հերիք չի իմ հետ տենց բան արեցին, բայց պիտի անողը հասկանա, որ տենց չի անցնում։ Ես անելու եմ իմ համար, ինձ տրորեցին, բայց ես մի բան արեցի ինձ տեր կանգնելու համար, այդ անում եմ իմ համար։ Ես ուզում եմ, որ ինքը պատժվի, բայց ես այդ անում եմ այն իմ ընկած հարգանքը վերականգնելու համար։